Սիրելի հետևորդներ, այժմ ուզում եմ ձեզ ցույց տամ, թե ինչպես եմ պատրաստում գիպսից կասերը։ Այս պահին ես կպատրաստեմ նուռը։ Սա ֆորմայի երկու կաղապարներն են, որոնք պատրաստված են սիլիկոնից։ Դնում ենք գիպսից կաղապարի մեջ, ինչի համար է նախատեսված գիպսից կաղապարը, որպեսզի սիլիկոնային կաղապարը պատրաստելու ժամանակ դեֆորմացիայի չենթարկվի, այսինքն գիպսը լցնելուց ինքը չբացվի, չդեֆորմանա։ Դնում ենք կաղապարների մեջ և իրեն ամրացնում ենք ռեզիններով։ Ստանում ենք այս տեսքը։ Այնուհետև վերցնում ենք ջուր և գիպս։ Խառնում ենք։ Խառնելուց պետք է այնպես խառնենք, որպեսզի գիպսը ավելի մածուծիկ դառնա, որպեսզի ինքը լավ տարածվի ֆորմայի մեջ։ Շատ պինդ չենք անում, շատ ջրիկ չենք անում։ Ստանում ենք այսպիսի տեսք։ Լցնում ենք ֆորմայի մեջ։ Ու պտտում ենք ֆորման այնպես, որպեսզի գիպսը ամբողջովին պատի ֆորմայի սիլիկոնային մասի պատերը։ Ամեն ֆորմա ունի իր չափը։ Ինչքան լցնես ջուր, ինչքան գիպս, որպեսզի շատ, ոնց որ ասած, ավել չլինի գիպսը, ամբողջովին պատերը բռնի։ Կատարում ենք երկու պրոցեսով, երկու փուլով։ Առաջին փուլը սա է։ Ինքը ամբողջովին սիլիկոնային ֆորմայի պատերը արդեն, ոնց որ ասած, փակեց։ Երկրորդը ավելացնում ենք նորից գիպս, ջուր, ու այս դեպքում ջուրը և գիպսը համեմատական առաջին փուլին մի քիչ շատ։ Ինչի համար, որպեսզի կասը ավելի ամուր լինի և կարողանանք փակել կասի ներքևի հատվածը, որպեսզի մեջը դառնա դատարկ։